Պարոն վարչապետ, դուք հայտարարել եք, որ առաջադրվում եք առաջիկա ընտրությունների եւ կուսակցությունը նոր մոտեցում է ըստ էության ցուցաբերում տեխնացուների հավաքագրման հետ կապված, խնդրում եմ բարձրաբանել դա ինչով է պայմանավորված եւ գումարի չափը 500,000 կուսակցականների դեպքում եւ 1.5 միլիոն անկուսակցականների դեպքում ինչպես է այդ գումարը որոշվել այդ չափը, այդ գումարը ինչ է լինելու արդյոք այստեղ շուտ կոռուպցիոն դրսևորումներ չեն կարող լինել։ Ինչ կոռուպցիոն դրսևորում, նախ ասեմ, որ այն ինչ որ դուք ասում եք նորություն, ոչ մի բան նորություն չի, այսինքն այդպես միշտ տեղի է ունեցել քաղաքացիական պայմանագիր կուսակցության դեպքում, այլ բան, որ թե ինչքանով է դա հանրային ուշադրություն գրավել, ինչքանով ոչ, իմիջիայլոց ուզում եմ ասել հերթական ընտրությունների պարագայում, օրինակ 2017 թվականի հերթական ընտրություններում մենք նույն սկզբունքով ենք արել, որովհետև մեր կանոնադրության համաձայն էլ մենք արտահերթ ընտրությունների դեպքում, քանի որ ժամանակացույցի խնդիր կա, ցուցակը մի քիչ արագացված ռեժիմով է ձևավորվում, իսկ հերթական ընտրությունների դեպքում ավելի, այսպես ասած, տևական պրոցեսի արդյունքում մենք փաստորեն 2026 թվականին նախորդ հերթական ընտրությունը, որին քաղաքացիական պայմանագիր կուսակցությունը մասնակցել է, եղել է 2017 թվականի հերթական խորհրդարանական ընտրությունները եւ մենք ամեն ինչ նույն ձևով ենք արել։ Երկրորդը առաջադրումների վերաբերյալ տեխնացուները միշտ էլ այդ առաջադրման վճարը իրականացրել են, որովհետև մենք քարոզարշավ ենք իրականացնելու, մենք պետք է նաև մեր ներդրում ունենանք, բավա ֆինանսավորելու, իհարկե մենք դրամահավաքել կկազմակերպենք եւ 17-ին էլ ենք կազմակերպել 15-ին էլ, բայց դա նաև նրա համար է, որ մենք որևէ մեկը եթե տեխնացություն է առաջադրում, պետք է նաև ֆինանսական ներդրում ունենա, ընդ որում պարտադիր չի անձնական, որովհետև մեր սկզբունքը հետևյալն է, որ տեխնացու լինելը նշանակում է որոշակի առաջնորդություն։ Հետևաբար յուրաքանչյուրը կարող է կանխավարկածով իր միջավայրում, եթե անձամբ ինքը այդ որոշումը չի կայացնում, իր միջավայրում դրամահավաք կազմակերպել ընտանիքի անդամներ, ընկերներ եւ այդ ներդրումը անել։ Ինչու կուսակցականներին 500,000 դրամ, ոչ կուսակցականներին 1,500,000 դրամ, որովհետեւ կուսակցականները այս ընթացքում վճարել են անդամավճար, որպեսզի անհավասարություն չլինի, մենք հաշվարկել ենք մոտավորապես տարբերությունը, որ նույն վիճակին լինի, ներառյալ այս ընթացքում կուսակցականների վճարած անդամ վճարները, որպեսզի հավասար պայմաններ լինեն բոլորի համար։